Դե հա, բայց եթե տենց նայում ենք, տեսեք, բայց նաև դրա համար որակական ցուցանիշ իմ այս կասեմ, կարևոր որակական ցուցանիշ։ 0-ից բարձր հարկման բազան ունեցող աշխատատեղեր, եթե 17 թվականի դեկտեմբեր է ասեմ, դեկտեմբերներով հաշվենք, 534,000 է եղել, 25 թվականին եղել է 822,700, աճելով 54%-ով կամ 288,500-ով։ Ընդ որում, այս աճը համաչափ է, այնպես չի, որ առաջ տարին 200,000-ով աճել, հետո 10,000-ով։ Սա ցույց է տալիս, որ ստվերի կրճատման, այսինքն պոտենցիալ կա, ինչ որ միտեղ այդ ավարտվում է, հետո այդ որ նույն կերպ ու ամեն տարի 40-50-ով որ ավելանում է, այդ նշանակում է քո մոտ նաև որակական աշխատատեղերի աճ այնուամենայնիվ տեղի է ունենում։ Ոստեղ մի հատ ցուցանիշ էլ ասեմ, 500,000 եւ ավել վարձատրվող աշխատողների աշխատավարձը։ Եթե այս թիվը ուրեմն 17 թվականին 41,000, այսինքն Հայաստանում 500,000 աշխատավարձ 41,000 հոգի էր ստանում 17 թվին։ Հիմա 500,000 աշխատավարձ է ստանում 4 անգամ ավել շատ մարդ, ավելի քան 160,000 մարդ։ Եվ մասնաբաժինն էլ է բացացել 500,000 դրամ աշխատավարձ ստացող մարդկա 500,000 եւ ավել աշխատավարձ ստացող մարդկանց թիվը 17 թվականին եղել է 7-6%, հիմա դարձել է համարյա 20%, այսինքն մեր աշխատաշուկայի 20%-ը ստանում է 500,000 դրամ եւ ավել աշխատավարձ։ Դա նշանակում է, որ էական բարեկեցության բարձրացում է տեղի ունեցել։ Եվ մենք անընդհատ տեսնում ենք, որ բացարձակ թվերի մեջ հետեւյալ շարժն է տեղի ունենում։ Մի բան, այսինքն ամեն ինչ աճում է բացառությամբ մինչև 150,000 դրամ աշխատավարձը։ Այսինքն 150 մինչև 140-130,000 դրամ աշխատավարձ ստացող մարդկանց թիվը շարունակաբար կրճատվում, որովհետև այդ մարդիկ տեղափոխվում են 150-ից բարձր աշխատավարձի զոնա։ Եվ եթե իհարկե սրանց նաև մեր այլ քաղաքականությունները եւ այլ այդ ամեն ինչը միավորենք, այդ ամեն ինչը բավականին լավ պատկեր է մեզ տալիս եւ դուք նաև էլեկտրաէներգիայի հետ կապված ընդհանրապես էներգետիկ անկախության հետ կապված շատ կարեւոր հարց բարձրացրեցիք։ Էլի մի հատ փոքր դրվագ ուզում եմ բացահայտել, որտեղ հսկայական աշխատանք այնուամենայնիվ արել ենք եւ մենք խոստանում ենք մեր քաղաքացիներին, որ 26-31 թվականի ընթացքում նվազագույնը 1 կանաչ ջրածնի կայան ենք Հայաստանում ունենալու։ Այսինքն մեր հետազոտությունները այսօր ցույց են տալիս, որ այո, դեռևս տեխնիկատնտեսական ուսումնասիրության մասով բացարձակ ֆինանսական հաշվարկները դեռ շատ գրավիչ չեն։ Տկենում է։ Մենք ենք հաշվարկանում, բայց ոլորտը տկենում է։ Այո, եւ վերջի մենք ունենք վերլուծություն, այո, ունենք հաշվարկներ, ընդհանրապես հաշվարկները մեր ձեռքում կա, մնացել է նաեւ առաջարկներ էլ կան, այստեղ Ես կանաչ ջրածնի հետ կապված մի այսպիսի բան ասեմ, ինքը այս պահին բացարձակ, եթե ուղղակի մաթեմատիկա անենք, տնտեսապես նպատակահարմար չէ, այսինքն կարող է 1 դնես 0.8 ստանաս, բայց այստեղ մի հատ կարևոր բան կա, մոտավորապես վերջի 20 տարիներին գները այս են, եթե որ նայում եք իրար, նույնիսկ 100 անգամ եւ ավել գները, այո, եթե չունենայի ատոմակայանի մասին չենք էլ մտածի երազի։ Այո, ես եթե որոշել եք հիմա ջրածնայինով սկսեք մասնագետներ լինել ու մինչև անգամ բուհերում կարող եք պատրաստել, որ կամաց դա որպես ուղղություն զարգանալու։ Այո, եւ եթե ամենավատ բանը է դեպքում, որ մեր հետ տեղի ունենա, ասենք չեմ ուզում հիմա դրա մասին ասեմ, էներգետիկ մի հատ մեծ ճգնաժամ, ինչպիսին օրինակ տեսել ենք 90-ականներին։ Այդ դեպքում ուղղակի մենք կարողանալու ենք արևային էներգիայով ցերեկը կամ արևային հատվածում ինչքան ուզենք արտադրենք կանաչ ջրածին, հետո ոչ արևային շրջաններում կամ գիշերային ժամերին այդ կանաչ ջրածինը հնարավորություն ունի վերածվելու եւ էլեկտրաէներգիայի
եւ դրանից ամոնիակը հնարավոր ստանալ, որը սելիտրա, տարբեր ոլորտներ, այդ թվում, հա, եւ այլ, այսինքն ինքը հիմա ընդ որում մենք կարծում ենք, որ քանի որ ինքը շատ արագ, այսպես ասած, ոչ թե թվաբանական, այլ երկրաչափական պրոգրեսիայով է այստեղ գները իջնում։ Եվ նույնիսկ հնարավոր է, որ մինչև մենք առաջ պրոյեկտը ավարտենք, արդեն ինքը տնտեսապես էլ նպատակահարմար լինի, որովհետև տրենդը դրա մասին է